Հույս ունեմ լավ նորությամբ ես զանգել։ Հավատացին։ Հասմիկ, ես չեմ գնացել ոստիկանություն ու չեմ էլ պատրաստվում գնամ։ Այդ ասածս ուղղակի ծուղակ է դառնալու մեր համար։ Այսինքն, Էլ ինչ այսինքն։ Քեզ պարզ ասում եմ, որ ես չեմ գնացել ոստիկանություն ու չեմ էլ պատրաստվում։ Մի խոսքով ես քեզ էլ ասելու բան չունեմ, ուղղակի իմացի, որ չեմ անելու։ դու վախկոտ ես։ Հետո էլ ասում ես, որ սիրում ես։ Դու իմ սիրո վրա չկասկած ես, պարզ է։ Ուզում եմ հասկանամ ինչ փոխվեց։ Մի քիչ առաջ ասում էիր, որ գնալու ես ոստիկանություն։ Հասմիկ, քանի անգամ բացատրեմ, որ ես տենց ուղղակի մեզ եմ վնասելու։ Հասմիկի հետ էր խոսում։ Ու հետ ինչ էր քննարկում Հասմիկի հետ։ Ոչ մի բան, ուղղակի ուզում էր, որ հանդիպենք։ Ես էլ բացատրեցի, ասեցի, որ եթե ինչ-որ բան նորույն կվնասի, ես հետ չեմ անի։ Հաստատ։ Հա, ուրիշ էլ ինչ։ Ինչ իմանամ Մագդա։ Դու պիտի ասես։ Դու ինչ կա, արդեն ես քեզ ասեցի։ Լավ Մագդա։ Բայց իմացի, որ ես քեզ չհավատացի։ Ես եմ անում, ձեր փաստաբանը, Արշակն այնց դիմել։ Ես փաստաբանի կարիք չունեմ։ Ես իրենց տված փաստաբանից էլ եմ հրաժարվել։ Ես անմեղ եմ ու այդ հաստատ է, ու պաշտպանության կարիք չունեմ։ Դա ձեր շահերից չի բխում։ Մենք միասին ավելի շուտ կապացուցենք, որ դուք անմեղ եք։ Դրա համար դուք ինձ պետք է մանրամասն ամեն ինչ ասեք։ Արդեն վատ եմ զգում, որ քեզ քո գործերից կտրում եմ։ Ես էլ քեզ արդեն ասել եմ, որ ված զգալու ոչինչ չկա։ Ասա հասկանամ ինչ ա եղել։ Իմ պրոբլեմները գնալով աճում են, Լանա։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ինչն է քեզ այս վիճակին հասցրել։ Դե ավելի կոնկրետ ինչ-որ բան չկա։ Ուղղակի իմ տեսածն ու զգացածը հերիք են, որ ես այս վիճակում հայտնվեմ։ Առաջ կարողանում է ինձ կառավարել։ Հիմա ընդհանրապես չի ստացվում։ Լանա, ես շատ բարդ ու դժվար մանկություն եմ ունեցել։ Ու կյանքս ծնվածս օրվանից մինչև հիմա նույն բարդույթներով շարունակվում է։ Ու ես էլ չեմ կարողանում լուծում գտնել։ Դրա համար էլ հանձնվում եմ։ Իսկ հիմա կխնդրեմ ավելի պարզ խոսես։ Ես ընդհանրապես ուզում եմ հասկանամ իրականում ինչ է կատարվում, որ իմանամ ոնց օգնեմ քեզ։ Փոքրուց ես եմ աշխատել։ Մեր տան հոգսը վերցրել եմ ուսերիս։ 13 տարեկանից մենակ ես եմ աշխատել։ Բա ծնողներդ։ Դե պապաս շատ լուրջ հիվանդություն ունի սրտի հետ կապված։ Ու մամաս իրան է խնամում։ Շատ հաճախ ա վատանում։ Գիշերը 3 անգամ շտապօգնություն են կանչել։ Ոչ ես եմ կարողանում քնել, ոչ էլ մամաս։ Այսինքն դու ծնողներիդ հետ ես ապրում։ Չէ, ուղղակի որ ասում էիր ծնողներդ գյուղում են, դու այստեղ մենակ ես, դրա համար եմ հարցնում։
Ստացվում է, որ դուք տեսել եք տուժածիտին, բայց դրա մասին ոչ մեկին չեք ասել։ Հա։ Միակ կասկածալը ես էի, ու եթե խոսայի ամեն ինչ իմ գլխին էր ջարդվելու։ Չնայած ոնց հասկանում եմ, սենց էլ այն գլխին ջարդվելու։ Այդպես մի տրամադրվեք։ Ես ամեն ինչ կանեմ, որ դուք այստեղից դուրս գաք։ Ուղղակի պետքա շարունակենք իրար հետ անկեղծ լինել։ Շնորհակալ եմ։ Մի բան էլ։ Ձեր ընկերը, Էդոն, փոխանցեց ասեմ, որ ինքը ձեռքերը ծալած չի նստել ու փորձում է ամեն ինչ անել ձեզ օգնելու համար։ Բայց ինչ։ Չէ, ես չեմ ուզում, որ իմ ընկերը ինչ-որ բան անի, ու անիմաստ խնդիրների մեջ ընկնի։ Իրան փոխանցեք, որ նորոն ասում է, որ ոչ մի բանի կարիք չկա։ Մեզ հիմա ավել օգնությունը չի խանգարի։ Եթե իհարկե այդ օգնությունը գրագետ է արվում։ Էդոն իմ ընկերն է։ Ու ես գիտեմ ինչի համար եմ ասում, որ պետք չի անի։ Փոխանցը։ Դե հա, այսօր են գնացել գյուղ։ Ու ինձ էլ համոզում են, որ ես էլ գնամ։ Որովհետև այստեղ ապրելը, տան վարձ տալը, պապայի դեղերը գնելը շատ բարդ է։ Բայց գնամ ինչ անեմ, Լանա։ Ես այստեղ աշխատանք ունեմ։ Մեծ հնարավորություններ ունեմ ապագա ստեղծելու։ Բայց ծնողներիս էլ չեմ կարող մենակ թողնել։ Դե հա, հասկանում եմ։ Բարդ է։ Գիտես ինչքան էր ուրախացել, որ իմացել էր իմ կողքին մարդ կա։ Ասում էր գոնե կհասցնեմ հարսանիքդ տեսնեմ։ Բայց էլ չեմ կարողանում թաքցնել։ Չգիտի, որ բաժանվել ենք։ Անընդհատ հարցնում է ուր է մեր փեսան, ինչի չի գալիս գնում։ Հիմա հասկանում ես չէ, թե ինչի եմ տխուր, Լանա։ Հասկանում եմ։ Բայց դու իրավունք չունես կոտրվելու։ Հատկապես այն ժամանակ, երբ որ ինքդ գիտակցում ես, որ ծնողներիդ այսքան պետք ես։ Դու իրավունք չունես հանձնվելու։ Պապաս հիվանդ է, բայց շատ բարդ բնավորություն ունի, Լանա։ Ես չգիտեմ իրան ոնց եմ ասելու, որ մենք բաժանվել ենք։ Ուղղակի էլ չեմ կարողանում թաքցնեմ։ Չգիտեմ, որ իմանա ինչ կկատարվի։ Մենք երկար ժամանակ թաքուն ենք շփվել, որովհետև պապաս միշտ մտածել է, որ ես մեր գյուղից ինչ-որ հարազատ մարդու տուն հարս կգնամ։ Բայց ամենաբարդը այն չի եղել, որ մենք թաքուն ենք շփվում։ Ամենաբարդը այն է, որ չես կարողանում սիրածդ մարդուն լիարժեք ասել, որ սիրում ես։ Ամեն անգամ մտածում ես, որ ինչ-որ մեկը ձեզ կտեսնի։ Չես կարողանում հանգիստ ասել մենք։ Չես կարողանում ձեռքը բռնել։ Արի համարձակություն ունենանք ու խոստովանենք, որ սա երկուսիս էլ օգնում է։ Քեզ մոտ լինելը ինձ լրիվ ուրիշ մարդ է դարձնում։ Հա, Մագդա։ Արշակ նորություն կա։ Դեռ չէ, մի քիչ պետք է սպասենք։ Ինչքան արշակ կասես, ինչքան ես սպասեմ։ Մագդա կլինի գամ տուն, հետո կխոսենք։ Դու ուր ես, երբ ես տուն գալու։ Հիմա ես օֆիսում եմ։ Մի քիչ կուտակված գործեր կային, Մագդա։ Կլինի գամ տուն, հետո կխոսենք։ Հասկանում եմ։ Ինքը սխալ չի։ Սխալը մենք ենք։ Լանա ինչ-որ բան են չի։ Չէ,
Թե ուղղակի այս ասացներդ նաև իմ մասին են։ Այսինքն քո մասին են։ Ուզում ես ասել, որ դու ինչ-որ հարաբերությունների մեջ ես, որը որ գաղտնի ես պահում։ Ինչի՞ չես իջնում ներքև։ Որովհետև ոչին բանի տրամադրություն ու հավես չունեմ։ Ես զգում եմ, որ իմ ապրումներին պահելաձևի վրա է ազդում։ Անկախ ինձնից բոլորի հետ կռիվ եմ անում, բոլորին մեղադրում եմ։ Ու գիտեմ, որ այդ վատ է։ Դրա համար ավելի լավ է ես ուղակի սենյակում մնամ։ Բայց ես ասեցի, չէ՞ որ հնարավոր է լավ նորություն լինի։ Մի քիչ թեթևացի։ Մինչև ես անձամբ այդ լավ նորությունը չլսեմ, չեմ հանգստանա։ Մագդա, դու ցենց մենակ քո վրա չես ազդում։ Աշակը առանց էդ էլ իրան ահավոր վատ ազգում, որ չի կարողանում օգնել։ Իսկ դու ավելի ես ազդում։ Չեմ ասում ժպիտը դեմքիդ ուրախ մանարի, բայց գոնե ցենց հուսալքված մի պահի քեզ։ Չի ստացվում է դու։ Ուղղակի չի ստացվում, կասես ինչ անեմ։ Մի քանի օրից իմ հարսանիքի օրն է մոտենում։ Ու ինձ թվում էր այդ իմ ամենաերջանիկ օրն է լինելու։ Բայց ով գիտի։ Ես այդ օրը կարող է ինձ ավելի մենակ ու վատ զգամ, քան հիմա եմ։ Որովհետև ես արդեն ինչ-որ բան զգում եմ, իմ ներսում ինչ-որ վախ կա։ Արի ժամանակից առաջ չընկնենք, լավ։ Ես հիմա դուրս եմ գալիս։ Խնդրում եմ Արշակի հանդեպ ուշադիր կլինես, իրեն լավ չի զգում։ Բայց խնդրում եմ կզանգես, կապի մեջ կլինես, լավ։ Լավ։ Չէ, ես ավելի շատ զգացմունքներս եմ թաքցնում։ Այսինքն, այն ինչ որ կա, ուզում եմ հնարավորինս արագ ավարտվի։ Որովհետև ես այն կյանքը չեմ ապրել, էլի, որ կարողանամ ինձ նորից թույլ տալ ու հավատալ սիրուն։ Ու հետո այս տարիքում հարաբերությունները որս է։ Ինչի։ Շատ տարածված խոսք կա ու շատ ճիշտ։ Սերը տարիք չի հարցնում, Լանա։ Մարդը, որ տարիքում էլ ուզում է լինի, իրավունք ունի սիրելու ու սիրվելու։ Ով է ասել, որ սերը երիտասարդության համար է։ Ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես հասկանում, որ ուզում ես կողքիդ ինչ-որ մեկը լինի։ Ու դա ոչ շքեղություն է, ոչ էլ պարտավորվածություն։ Ուղղակի դու ուզում ես, որ քո կողքին ինչ-որ մեկը լինի ու ձգտում ես դրան։ Հնարավոր է, որ ճիշտ ես ասում։ Բայց ես այդ դեպքը չի։ Համենայն դեպս ես հիմա հարաբերություններ չեմ ուզում։ Համաձայն եմ, հիասթափությունը շատ բարդ բան է։ Հատկապես, երբ որ սենց լուրջ հարցի է վերաբերվում։ Բայց պետք չի անցյալի չստացված հարաբերություններից հիմնվել։ Ուղղակի շատ ճիշտ ժամանակ սխալ մարդ է հայտնվել քո կյանքում։ Բայց դա չի նշանակում, որ այդ ճիշտ մարդը չի գալու, Լանա։ Ես է եկել քեզ օգնելու։ Հիմա ոնց որ հակառակն է։ Ընդհանրապես ասածս այն է, որ դու մենակ չես, ով ես տեսակ խնդիրներ ունի։ Բոլորս էլ ունենք։ Չգիտեմ, կյանք է, առանց խնդիրների չի լինի։ Այսինքն համակերպվեմ ու տենց ապրեմ, հա։ Համենայն դեպս չես էլ կարող երկար թաքցնել հորից հետ։ Ավելի լավ է մտածենք, թե ոնց ես ասելու։
Հաթամարտյան, ներսարի։ Չէ, ես գործով եմ եկել։ Ինձ կասես, քեզ ինչ են եկելու հարցրել մեր տան մասին։ Թե առնողներ էին եկել, շենքով էին հետաքրքրվում։ Հաստատ մեր տան մասին են հարցրել։ Հաստատ, Թամարտյան։ Ինչ է եղել, հո լուրջ բան չի եղել։ Տղադ էր եկել, կարող է ինքն է համոզել, որ միասին գնաք։ Թամար։ Էլ Լավ է, չէ՞ որ եկա։ Ծառատ վերադարձավ։ Հերիքա դժգոհ ես։ Լսի։ Ինչ ուզում ես ասա։ Բայց այս նորոից չի։ Ինքը կյանքում այսքան երկար հեռախոսանջատած չէր պահի։ Լավ, մենք հեչ։ Բա Մագդան։ Չէր խոսի այսքան ժամանակ հետը։ Օրինակ չէր կարա միացնել հեռախոսը, զանգեր Մագդային, հետո անջատեր։ Ինչ գիտես, որ չեն խոսալ։ Հա, իմ զանգերն էլ անտեսեր, չէ՞։ Համ գիտի, որ ուրիշ քաղաքում եմ, համ չի զանգում ինձ հետ։ Անհնար այլիս։ Նորոն կյանքում տենց բան չէր անի։ Ալինա, ինչքան ես խորացել։ Այլ ուղղակի անհանգստանում եմ, բա որ մի բան եղած լինի։ Վայ ասում եմ չէ, խոսացել եմ հետը, ամեն ինչ նորմալ է։ Մարդ ուղղակի խառներ։ Տատի լավ չես։ Սպասեք, ջուր կբերեմ հեսա։ Տատի ինչ ա եղել, ճիշտն ասա, ուր էիր գնացել։ Կարող է պապասերել իր խնդրանքներով եկել, դրա համար էս օրին ես։ Մի բան կմտածենք։ Մեկը հիմա ինչ էլ մտածենք, օգուտ չի տալու։ Մամատ գիտի։ Հա, Այդ դեպքում երկուսով ասեք։ Հասմիկ իրականում այդտեղ ոչ մի վատ բան չկա։ Ոչ ամուսնացած եք եղել, որ մտածեմ մտածելակերպի խնդիր կարող է առաջանալ, ոչ էլ նշանված։ Ընդհանրեն ընկերություն եք, չի արել։ հա, ընկերություն ենք արել։ Ու մեզ խանգարել են։ Նույնիսկ ես չեմ համակերպվում մեր բաժանմանը։ Պապաս ոնց համակերպվի։ Բայց հիմա արի այս թեման փակենք։ Մեկը ինչ լինելու է կլինի։ Այստեղ նստած 1000 բաներ մտածենք օգուտ չի տալու։ Կյանքն արդեն իր պլաններն ունի։ Արդեն ուշ է։ Քեզ էլ շատ եմ զբաղեցրել, դուրս գանք։ Դե հա, եթե ուզում ես, արի դուրս գանք։ Չէ, Բա ուր էիր գնացել։ չեմ հասկանում, տնից դուրս գալու իրավունք չունեմ։ Տատես խմի։ Ապրես բալես։ Որ մի քիչ պարկեմ կհանգստանամ։ Կուզես անկողինդ բացեմ։ Չէ, ստեղ կպարկեմ։ Տատի, լավ չես, արի բժիշկ կանչենք, էլի։ Չէ, լավ եմ։ Էլիս, արի դուրս գանք, թող տատին մի քիչ պարկի հանգստանա։ Եթե դու իմ երեկվա ասածները մոռացել ես, ես չեմ մոռացել։ Հենց այսօր գնում ես ու տունը նորոյիս անունով ես անում։ Ու մի ստիպի, որ ես ուրիշ քայլերի դիմեմ։ Երեխեքը դեռ ոչ մի բան չգիտեն։ Ու եթե այս հարցին լուծում տաս, էլի ոչ մեկ ոչ մի բան չի իմանալու։ Բաբկե, լսում ես ինչ եմ ասում։ Մամա, Եթե ասածս չարեցիր, ես հաստատ կգնամ ոստիկանություն։
Գիտեմ, որ հետո փոշմանելու եմ, որ հետո մեղքի զգացումը սրտիս ապրելու եմ, որ հետո երբեք ինձ չեմ ներելու, բայց անելու եմ, դու ինձ ուրիշ ընտրություն չես թողել, բաբկեն։ Գնալու եմ ոստիկանություն, իմ երեխեքի տունը իրանցը պետք է մնա։ Մամ ջան, ասեմ քեզ, որ ես քո տղեն եմ։ Ու ասեմ քեզ, որ ես քո միակ տղեն եմ։ Ու դու եթե պատրաստվում ես ինձ քո միակ տղուն գցես ոստիկանություն ինչի համար, որ մի քանի ամիս թորներդ վարձով չապրեն, հա։ Իմ թորներից վեր իմ համար ոչ մեկ գոյություն չունի։ Դու ես ինձ այս ընտրության առաջ կանգնացրել, բաբկեն, դու։ Ես էլ գիտեմ մեջքից մեր ունեմ կանգնած։ Էլի ունես կանգնած։ Եթե ասածներս անես, ամեն ինչ նորմալ կլինի։ Այս տունը իմ երեխեքին պետք է մնա, հասկանում ես, բաբկեն։ Բաբկեն։ Հաստորեն դու իմ ասածներին լուրջ չես վերաբերվում։ Դու ինձ ստիպեցիր։ Մի քիչ էլ ուշանայր մտածելու է, որ չես գալու։ Ասել էի, չէ՞ որ կգամ։ Հույս ունեմ իմ համար օգտակար բաներ ունես ասելու։ Հա, դու ճիշտ էիր։ Ես ամենասկզբից էլ սխալ եմ անել, որ նորոյի վրա եմ կասկածել։ Այսօր Ստյոպի շրջապատից մի քանիսին տեսա։ Հենց Ստյոպի անունը տվեցի, սկսեցին կակազել։ Ինչ որ բան են ասել։ Չէ, հենց հետո որ ոչ մի բան չեն ասել։ Հա մեկ էլ իրենք շրջապատում մեկը կա, ես քանի ամիսա կորացա։ Հենց իրանից էլ սկսեցի հարցնել, սկսեցին կակազել, թեման փոխել։ Ու նորոյից էին հարցնում։ Դատն էր հետաքրքիր թե երբ է լինելու։ Ուրեմն գիտեմ, որ նորոն հիմա նստած է։ Հա։ Ուրեմն գործին հետևում են։ Լսի, բայց կորածը Ստյոպի հետ կապ ունի։ Դե հա, գնում գալիս էր։ Իսկ իրանց մեջ ինչ-որ խնդիրներ եղել, հա, կռիվ, վեճ։ Չէ։ Ու կամ էլ հա ես չգիտեմ։ Գարիկ, ուրեմն պիտի ճշտես։ Ամեն ինչ արա, որ իմանաս։ Կփորձեմ, բայց հիմա սխալս պիտի ուղղեմ։ Որ սխալդ։ Մինչև Էդոն տուն գա, ես երևի կծերանամ։ Ես էլ զանգեցի իրան, անջատեց։ Երևի զբաղված է։ Իսկ դու վստահ ես, որ այդ տղան մեզ կօգնի։ Չգիտեմ, Մագդա, չգիտեմ։ Պետքա սպասենք։ Ես այդ տղան չեմ ճանաչում, ինչ կարամ ասեմ։ Ես պետքա գնամ ու ցուցմունքս հետ վերցնեմ։ Իրոքահավոր վատ եմ ինձ զգում նորոյի առաջ։ Գոնե սենց մի բանով օգտակար կլինեմ։ Չէ, հաստատ չէ, Գարիկ։ Եթե դու հիմա գնաս ցուցմունքդ հետ վերցնես, այդ ոչ մի բան չի փոխելու։ Դու ինչ որ ձայնային ես թողել։ Ու բացի այդ միանգամից մտածելու են, որ մենք ենք քեզ վախեցրել։ Եթե իրոք ուզում ես նորոյին օգուտ տալ, ուղղակի շարունակի հետաքրքրվել։ Բայց այս անգամ նենց, որ գոնե մի բան իմանաս։ Ես վստահ եմ, որ դու քո կասկածները ճշտելու ձևերը լավ էլ գիտես։ Հա, բայց հիմա նորոն նստած է, ու մինչև իմ պարզելը պիտի մի բան անենք, չէ՞ որ իրան օգնենք։ Ոչ մի բանը չենք կարող անենք։ Քեզ թվում է մենք չենք փորձել, գրավով էլ չեն ազատում։ Այս ինչ արեցի ես։ Ինչ ունգերեմ ես։ Այսքան բանից հետո չգիտեմ ինքս ոնց եմ հարգելու։ Գարիկ, եթե կարողանաս ուրիշ կասկածյալ գտնես, արածդ սխալը կուղես։ Կգտնեմ, հաստատ կգտնեմ։ Հետո լավ է, որ եկարու հետս խոսացիր։ Թե չէ մինչև հիմա դրանց սուտի մուտի սքին էի հավատալու։ Լսի, բայց գիտես ինձ ինչա թվում, որ դրանք սքի մեջ են ոչ թե որ Ստյոպը մահացել է, այլ ինչ որ վախենալու պատճառ ունեն։ Կսպասեմ զանգիդ, Գարիկ։ Եթե կարիքս ունենաս, անպայման կզանգես։ Ես մինչև վերջ կողք կտեմ։ Գիշերվա կեսին էլ նորոն աշխատում, հա? Իսկ ինչի է ինձ թվում, որ դուք ինձ խաբում եք։ Ուր է նորոն էլիս, ու ինչա կատարվում։ Ալինա, դու արդեն ստիպում ես, որ ես քո հետ կոպիտ խոսամ, գիտես։
Առավոտվանից նորո, ինչ գալիս ես կողքս ես նստում, նորոյի անհասանելի լինելու մասին ես խոսում։ Պարկի քնի։ Լավ է, չէ՞ որ մեծն ես։ Գոռալով ու կոպիտ խոսելով թեման փակում ես։ Բարի գիշեր։ Ու լույսն էլ կանջատես։ Կներեք, մոռացել էի Թագուհի ջան։ Մեկ էլ գնա ինձ մի հատ ջուր բեր նոր արի պարկի։ Չէ դու ձեռ ես առնում։ Չէ։ Դու չգիտես որ եթե ես պարկում եմ քնելու կողքս պարտադիր պիտի ջուր լինի։ Գնա։ Լասը տեսնեմ ինչ նորություն կա։ Այս Մագդես չի, քնել, հա։ Ես սպասեց երևի աչքը կպելա։ Դու են ասա ինչ կա։ Դե խոսել եմ մի քանի հոգու հետ, այս Սյոպի անունը լսելուց իրան են խառնվել, բայց ոչ մի նորմալ բան չի կարացել ճշտի։ Բայց լավը այն է, որ ինքը արդեն նորոյի անմեղության վրա չի կասկածում։ Ու նույնիսկ պատրաստ է ցուցմունքը հետ վերցնի, բայց ես չթողեցի, կարող է նոր թեմաներ դրանից բացվեին։ Հա, ճիշտ ես արել։ Շարունակելու է հետաքրքրվել։ Հուսանք մի բան կստացվի։ Սպասենք։ Երկու հարց ունեմ։ Դուք որ Սյոպին տեսաք, մահացած։ Ինչի չզանգեցիք ոստիկանություն։ Այդ բանը շատ դժվար է ճիշտ որոշում կայացնել։ Հետո ես չէի ուզում անիմաց խնդիրների մեջ ընկնեի, ճիշտ գտա գնամ ու վերջ այդքան բան։ Պարզա։ Հաջորդ օրը ինչ եք արել։ Հաջորդ օրը կապվել եմ այն մարդու հետ ու միջոցը որ այդ աշխատանքին էի անցել։ Խոսքը Գարիկի մասին է։ Այն Գարիկի ով որ եկել իմ դեմ ցուցմունք ա տվել։ Իդեպ, լավ նորություն կա։ Ձեր ընկերը կարողացել է խոսել Գարիկի հետ։ Գարիկը իր կարծիքը փոխել է, որոշել է մեզ օգնել։ Բայց դեռ հստակ ոչ մի բան չկա։ Ոնց Գարիկը համաձայնել է օգնել։ Հա։ Խոսացել է, կարծիքը փոխել է, բայց դեռ ոչ մի հստակ բան չի ասել։ Ես պետք է այդուին տեսնեմ։ Չի կարելի։ Տեսակցությունները արգելված են։ Չեք կարող մի բան անել։ Ինձ հետ դուր չի գալիս որ այդուն Գարիկի պոչտա բռնել։ Դուք հասկանում եք ինքը իմ 1000 տարվա ընկերն էր ու ինձ sense խնդրի առաջ է կանգնեցրել քաշել է։ Պետք չի իր խոսքին հավատալ։ Կփոխանցեք ասածներս այդուին։ Ես ինքս պատրաստվում եի խոսեի Գարիկի հետ։ Խոսելուց հետո անելիքներս կհասկանամ։ Ինչ-որ բան ա եղել, անտրամադիր ես։ Հիմա պետք է համոզեմ, որ խոսաս։ Ռոբ դե հետ եկա ու նորից նույն խնդիրներն ա։ Նույն տխուր դեմքերը։ Ու էդ էլ հերիք չի, այս խնդիրներին նորերն են ավելացրել։ Բայց դեռ զիս թաքցնում են։ Ինչ-որ բան ես զգացել։ Արի արագ գնանք, էլի կուշանանք։ Հասկացա, էլ ոչ մի բան չեմ հարցնում, բայց իմացի ինձ պատմելու բան ունես։ Ալո, Բարի լույս։ ինչի ես զանգել։ Զանգել եմ իմանամ գիշերը հանգիստ քնեցիր։ Այսինքն հասմիկ։ Դե օրինակ ես չէի կարողանա գիշերը հանգիստ քնել, երբ իմանայի, որ հնարավորություն ունեմ նորոյին օգնելու։ Երեք ինքն էլ հնարավորություն ուներ գիշերը հանգիստ իր անկողնու մեջ քնելու։ Բայց դու ճանապարհի կեսից փոշմանեցիր։ Ես անիմաստ տեղը չեմ փոշմանել։ Լավ էլի։ Եթե վաղը նորոյին դատեն, դու ո՞նց ես քեզ ներելու Մագդա։ Ո՞նց ես ապրելու այն մտքով, որ հնարավորություն ունեիր փրկելու նորոյին, բայց չօգտագործեցիր այդ հնարավորությունդ։ Դու ուղղակի վախեցար Մագդա։ Ուրիշ ոչ մի բան։
Իսկ ես հանուն Նորոյի պատրաստ էի պատասխանատվության ենթարկվել։ Հասմիկ, որ լավ բան են անում, դրա մասին այսքան չեն խոսում, դրա մասին այսքան չեն հիշում։ Այս քո արածներից այդ ամեն ինչը արժե զրկվում է։ Իսկ եթե ես իմանայի, որ կգնամ ոստիկանություն ու Նորոյին դրանից ոչ մի վնաս չի լինի, ես ուղակի կվազեի։ Իսկ ինչի է հասկացար այն ժամանակ, երբ արդեն որոշել էիր գնալ։ Թե ինչ որ մեկին պատմել ես։ Չեմ մտածի, ես քո նման չեմ։ Հավատա, շատ առիթներ են եղել, որ կարայի քեզ վատություն անեի, բայց ես չեմ արել։ Մագդա, լսի ինչ եմ ասում։ Ես քեզ հետո կզանգեմ։ Մագդա։ Հա, Մագդա։ Անունը Մագդալենա է, կարճ Մագդա ենք ասում։ Ինչի։ Քեզ ծանոթ անուններ շփոթվեցիր։ Չէ։ Ես արդեն ավարտել եմ, գնանք։ Բայց մի տեսակ եղար, Լանա։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Դուրս գանք։ Հա, ես էլ եմ ավարտել արդեն։ Լանա, Ասում եմ ամեն ինչ նորմալ է, Հասմիկ։ Հանգիստ տեղի։ Ընդհանրապես տարբերվող անուն էր, կրկնեցի։ Իմ հետևից եկել են։ Մենք քեզ կարող ենք տուն իջացնել։ իսկ ով է եկել։ Արի գնանք։ Արի, Հասմիկ։ 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 Լանա, եսում ես փնտրում։ Մեր ուսուցչուհիներից մեկին խոստացա, որ կտանենք, բայց չկա։ Հասմիկ։